Э, а, Итак, с 12 главы и до конца мы имеем практическую часть. 12-րդ գլխից մինչև թղթի վերջը մենք ունենք կիրառական հատվածը։ Я думаю, это, смотря на структуру этого послания, это хороший урок для всякого учителя. Ես կարծում եմ, որ նայելով այս նամակի կառուցվածքին, սա կարող է լավ դաս լինել ցանկացած ուսուցչի համար։ Я понимаю, что иногда люди просто, когда приходят с вопросами, они хотят быстрого решения, просто скажи нам, что делать. Ես կարծում եմ, որ երբեմն երբ մարդիկ գալիս են հարցով, ասում են մեզ արագ պատասխանը պետք։ Ուղղակի ասա ինչ է պետք անել։ Но апостол Павел, он, кажется, никогда не покупался на такие быстрые ответы. Բայց կարծես Պողոս առաքյալը երբեք չէր տրվում այդպիսի կարճ պատասխաններին։ Прежде чем сказать, что делать, нужно объяснить, почему. Սկզբի մինչև ասելը ինչ անել, պետք է ասել ինչու։ И поэтому мы видим 11 глав, Павел объясняет доктрину, и только потом он переходит к практическим вопросам. Մենք տեսնում ենք 11 գլուխ Պողոս առաքյալը աստվածաբանական թեմաներն է քննարկում, հետո նոր 12-ից ասում է կիրառական հարցերին, խնդիրներին։ Ну, конечно, он уже говорил, обсуждая доктрину освящения, как нам следует проводить жизнь. Նա արդեն ասել է այդ աստվածաբանությունը թելադրել է ու մենք պետք է հասկանանք ինչպես մեր կյանքը ապրենք։ Но это все равно, скажем так, применение в рамках обсуждения теории. Այսինքն այդ թեորիայի քննարկումն է իրական կյանքում, հա, կիրառական մասը։ Ну, но сейчас Павел показывает, как практически истины Евангелия должны воплощаться в христианской жизни. Հիմա առաքյալը նկարագրում է, թե ինչպես պետք է ավետարանը գործնականում անդրադառնա քրիստոնյայի կյանքի վրա։ Поэтому в 12 главе 1 стихом мы видим вот этот переход от доктрины к обязательствам, от веры к поведению. Մենք դրա համար 12-ի 1-ից տեսնում ենք անցում վարդապետությունից դեպի հավատի կյանքի պարտականությունները։ И основанием этого призыва мы видим это величие Божьих милосердий. Եվ այդ կոչի հիմքը տեսնում ենք հանդիսանում է Աստծո ողորմությունների մեծությունը։ У вас написано в единственном числе милосердие или множественное? В каком стихе? 12.1. Милосердие Да, единственное. единственное. Ну, в синодальном тексте тоже единственное. Իմ մոտ սինոդալում էլ ռուսերենի եզակիով է գրված Աստծո ողորմությունը 12-րդ համարի առաջին համարում, 12-րդ գլխի առաջին համարում։ Так, мне стало интересно, как других милосердие было. Ну, это в оригинале множественное число. Да, в оригинале множественное число. Բայց իրականում մենք տեսնում ենք, որ բնագրում հոգնակի թվով է գրված. Поэтому, по сути, умоляю вас милосердиями Божьими. Այսինքն ստացվում է, որ եղբայրներ Աստծո ողորմություններով ձեզ աղաչում եմ։ Поэтому, смотря на все эти действия Божии в контексте Евангелия, это не одно, это их много, преизобильное число. Եթե նայենք ավետարանի համատեքստում Աստծո ողորմությունը դա եզակի չի, այլ շատ ողորմություններ կան։ И поэтому мотивация в том, что мы служим Богу не из страха перед законом, а из благодарности за благодать. Հետաբար մենք Աստծո խոսքի համաձայն ապրում ենք ոչ թե օրենքից վախենալով, այլ Աստծո ողորմությանը շնորհակալ լինելով։
Эм, Так, и мы можем видеть, что ну, благодать проявляется в оправдании, в усыновлении, в избрании, в примирении и так далее. Եվ մենք տեսնում ենք, որ շնորհքը դրսևորվում է ընտրության մեջ, որդեգրության մեջ, արդարացման մեջ եւ այլն։ Но среди толкователей этого момента, что Павел говорит о милосердиях, ну, есть два взгляда. Եվ մեկնաբանների մոտ որ ասվում է այստեղ ողորմությունների Ну, այս я, օգնակի հետ կապված երկու տարբերակ կա մեկնության։ ну, я больше склонен к первому, то, что отсыл идет к первым 11 главам. Ես առաջի տարբերակին եմ համաձայն, որ հղումը արվում է առաջին 11 գլուխներին։ А другие говорят, что милосердие это то, что дальше апостол Павел будет говорить в контексте служения духовных даров. Եվ երկրորդ տարբերակը այն է, որ այս տեսակետով ասում են, այն ինչ որ պետք է գա հոգևոր պարգևների ու ծառայության հետ կապված համարները, դրանց է վերաբերվում այս ողորմությունները։ Ну, оба эти момента не где-то совместимы. Բայց կարելի ասել այս ինչ որտեղ այս երկու ը, մոտեցումները իրար հետ համատեղելի են։ Мы видим, что Павел призывает к определенным действиям. Մենք տեսնում ենք, որ Պողոսը կոչ է անում որոշակի գործողությունների։ Представьте тела ваши в жертву. Ձեր մարմինները որպես ընծա մատուցեք։ И он использует этот язык жертвоприношений, но в отличие от мертвых жертв Ветхого Завета, он говорит о живой жертве. Նա այստեղ երբ որ ասում է ձեր մարմինները ներկայացրեք որպես կենդանի զոհ, հղում է անում 5 կտականյան զոհերին, բայց ի տարբերություն այդ զոհաբերությունների, որոնք որ մեռած զոհաբերություններ էին, այսինքն կենդանին սպանվում էր։ Այստեղ արդեն Պողոսը խոսում է կենդանի զոհաբերության մասին։ И он дает три характеристики. Это жертва живая, святая и благоугодная Богу. Եվ տալիս է 3 նկարագիր, այն Սուրբ է, Աստծուն ընդունելի է։ Как у вас там написано эти три? Э, Святое, ну, живая, святая, благоугодная Богу. Бл- ну, сперва идет святая, да? Сперва идет живая, потом святая, потом благоугодная. Հմ։ Ներկայացրեք ձեր մարմինները որպես կենդանի զոհ, սուրբ, այսինքն առաջինը կենդանի է այդ զոհը, երկրորդը սուրբ է եւ Աստծուն ընդունելի, սա էլ երրորդն է։ Ну, в греческом такой порядок. Ահա, ահա։ Да, посмотрел. Но я не думаю, что тут доктринально что-то меняется. Нет, нет, я Э, Да. Мы видим, что в христианской жизни наблюдается парадокс. մենք տեսնում ենք, որ քրիստոնեական կյանքում հետևելի է պարադոքս։ Человек, который приходит к Богу, он принимает решение, что он умирает для себя, и теперь он живет для Бога. Մարդը որ գալիս է Աստծուն, կայացնում է որոշում, որ իր համար մահանում է եւ ապրում է Աստծո համար։ И Павел в Галатам 2:20 говорит, я распялся Христу, и уже не я живу, но живет во мне Христос. Եվ Գաղատացիս 2:20-ում Պողոսը ասում է. ես Քրիստոսի հետ խաչի ելա, այսուհետև ես չեմ ապրում, այլ Քրիստոսն է ապրում իմ մեջ։ Поэтому речь идет о таком понимании жертвы. Այսինքն խոսքը գնում է զոհաբերության այսպիսի ընկալման մասին։ Святая, понятие святости, одно из значений это быть отделенным от греха. Այստեղ սրբության այս նշանակությունը այն է, որ առանձին լինենք մեղքից, առանձնացված լինենք։ Я не могу уже проводить жизнь, как я раньше проводил, как я хочу. Я должен жить отделенной жизнью. Ես չեմ կարող ապրել այն կյանքը, որ նախկինում եմ ապրում, ես պետք է առանձնացված կյանքով ապրեմ։
И третья характеристика благоугодная — это то, что приносит ему радость. Եվ երրորդը Աստծուն ընդունելի, այսինքն այն ինչ որ Աստծուն երջանկացնում կամ ուրախություն է բերում։ И Павел говорит, что это для разумного или логичного служения вашего. Եվ Պողոս ասում է դա ձեր իմաստալից պաշտամունքն է։ Это логический отклик на то, что Бог сделал для нас. Սա իմաստալից արձագանքն է նրա, ինչ Աստված արել է մեզ համար։ И во втором стихе мы видим процесс преобразования. Եվ երկրորդ համարում մենք տեսնում ենք այս կերպավորման Э, ընթացքը։ У нас есть отрицательное повеление и положительное повеление. Մենք ունենք բացասական արտահայտություն եւ ունենք դրական։ Не сообразуйтесь с веком сим, отрицательное. Մի կերպավորվեք այս աշխարհի կերպարանքով, սա բացասականն է։ И если посмотреть греческий текст, то речь идет о... Сейчас я скажу, в каком слове. Так, второй стих. Эм, Скажем так, это попытка заставить что-то принять какую-то форму благодаря давлению. Ի եւ այս բառը, որ հանդիպում ենք հունարենում, այս կերպավորվելը, արտահայտում է այն իմաստը, որ ուժի կիրառմամբ ինչ որ բանի ստիպես ինչ որ տեսք ձեռք բերի։ И по сути это то, что мир хочет сделать, но это то, против чего мы должны противостоять. Դա այն է ինչ որ աշխարհն է ուզում անել, բայց դա այն է ինչին մենք պետք է հակառակվենք։ Мы не должны принимать вот эту форму этого мира, подстраиваться под его стандарты. Մենք չպետք է կերպարանվենք այս աշխարհի այդ կերպարանքով եւ այդ իր ստանդարտները չպետք է վերցնենք մեր վրա։ Но положительное повеление преобразуйтесь говорит не о внешнем изменении формы, а о внутреннем. Սա այն է ինչ չպետք է անենք կերպավորվելու մասով, իսկ հիմա այստեղ կա նաև դրական հրահանգը, ասում է այլ նորոգվեք ոչ թե արտաքինով, այլ ձեր մտքի նորոգությամբ։ Корень этого греческого слова, он используется в биологии для описания метаморфозы, которая происходит, когда гусеница превращается в бабочку. Какая фраза используется для этого? Ну, метаморфоза. Когда гусеница превращается в бабочку. Это про какое слово это? Это второй стих. Но преобразуйтесь. Преобразуйтесь. Եվ այս Греческое... Եվ այս նորոգվեք բառը հունարենում այն իմաստն է, որ երբ որ թրթուրը դառնում է թիթեր, այդ process-ին այս բառով են նկարագրում։ Гусеница обволакивает себя в кокон, и потом выходит совершенно что-то другое, кажется. Եվ այսինքն նա այսպես պարուրվում է այդ թաղանթով եւ կարծես ուրիշ ինչ-որ բան է այդտեղից դուրս գալիս։ И снова мы видим, что апостол Павел говорит об этих изменениях, чем мы не должны быть и чем мы должны стать. Եվ Պողոսը խոսում է այդ փոփոխությունների մասին, ինչ չպետք է մենք անենք, ինչ կերպով չպետք է փոփոխվենք, եւ ինչ կերպով պետք է փոփոխվենք։ Но этот процесс, он происходит при помощи определенного инструмента. Բայց այդ գործընթացը տեղի ունենում կոնկրետ գործիքի օգնությամբ։ Благодаря обновлению ума. Մտքի նորոգության շնորհիվ։ Мы должны быть наполнены Божьим Словом, чтобы Дух Святой совершал это преобразование.
Մենք պետք է նորոգվենք մեր մտքի նորոգության, որ Սուրբ Հոգին անի այդ կերպարանափոխությունը, այսպես ասած։ Поэтому снова христианская вера, следование за Христом подразумевает активное участие и применение разума. Այսինքն քրիստոնեական կյանքը Քրիստոսին հետևելու այդ գործընթացը իր մեջ ներառում է ուղեղի կամ բանականության ներգրավումը։ И духовное изменение, оно невозможно без этого элемента. Եվ հոգևոր փոփոխությունը հնարավոր չի այս տարից դուրս։ Поэтому нам снова не нужно думать, что мы можем пытаться, скажем так, измениться во что-то, не применяя наш разум. Այսինքն մենք չպետք է փորձենք փոխվել ու ինչ-որ բանի կերպավորվել առանց մեր ուղեղի ներգրավվածության։ И, следовательно, снова хочу напомнить этот анекдот про двух людей, которые копают и закапывают яму. Կրկին ուզում եմ այս անեկդոտը հիշեցնել, որ երկու մարդկանց մասին, ովքեր որ փոս են փորում եւ փոս են լցնում։ Работа смысла не имеет, если не вставлять туда деревья. Այդ աշխատանքը իմաստ չունի, եթե այնտեղ ծառ չես տնկելու։ И мы видим цель также во втором стихе. Եվ մենք նաեւ երկրորդ համարում տեսնում ենք նպատակը։ Для того, чтобы вам познавать волю Божию. Որպեսզի դուք կարողանաք քննել, թե որն է Աստծո կամքը։ Ну и речь идет о том, что мы познаем эту волю Божию на таком практическом опыте. Այսինքն մենք Աստծո կամքը պրակտիկ փորձով ենք ձեռք բերում։ И характеристики воли Божией, она благая, угодная и совершенная. Եվ Աստծո կամքի բնութագրիչները հետևյալն են՝ բարին, հաճելին ու կատարյալը։ Поэтому снова возвращаясь к Римлянам 8:28. Էլի եթե վերադառնանք Հռոմեացի 8:28-ին, Бог трудится в нашей жизни, и Он использует обстоятельства, которые находятся под Его контролем. եւ Աստված գործում է մեր կյանքերում եւ օգտագործում է այն բաները, որ նրա իշխանության տակ են։ Не все, что с нами случается, обязательно является хорошим, но Бог может использовать и эти вещи нам во благо. Պարտադիր ամեն մեր հետ պատահող բան չի լավ, բայց Աստված այդ ամենը օգտագործում է ի բարի մեզ։ И поэтому часто сейчас, когда я молюсь в контексте войны, которая происходит, Գամար երբ որ հաճախ ես աղոթում եմ այս պատերազմական համատեքստում, որ ընթանում է, мое богословие говорит мне, что Бог до сих пор все контролирует. ըստ իմ Աստվածաբանության Աստված մինչև հիմա ամեն բան իր ղեկավարության տակ է պահում։ Поэтому часто я сам себе в молитве напоминаю, что мы можем доверять Тебе, зная, что Твоя воля, она благая и совершенная. Դրա համար ես աղոթքիս մեջ շատ անգամ ինձ հիշեցնում եմ, որ մենք պետք է Աստծո կամքը ճանաչենք, որը բարի է, հաճելի ու կատարյալ է։ Правда, не всегда понятная. Ճիշտ է, որ դա ոչ միշտ է հասկանալի։ Некоторые вещи нам непонятны бывают. Что? Некоторые вещи и обстоятельства, почему это происходит, нам не всегда понятны. Եվ որոշակի հանգամանքներից ելնելով մեր հետ տեղի ունեցածը միշտ չի մեզ հասկանալի թվում։ Но мы можем утверждать и понимать, что все, что делает Господь, это Его воля, она совершенная, она хорошая и она приемлемая. Բայց մենք կարող ենք մեզ հիշեցնել, որ ամեն ինչ որ Աստված անում է,
Դա իր կամքի մեջ է եւ բարին է, ընդունելի է եւ կատարյալ է։ Начиная с 3 стиха и дальше, апостол Павел начинает говорить об отношении верующего к себе и церкви, с 3 по 8 стих. Սիբե, то есть к самому себе։ Ну, да, как мы должны смотреть на себя, да. Եվ երրորդ համարից սկսած Պողոս Արաքյալը սովորեցնում է, թե ինչպիսին պիտի լինի հավատացյալի վերաբերմունքը իր հանդեպ եւ դիմացինի հանդեպ։ И он подчеркивает важность смирения и использования духовных даров. Եվ նա ընդգծում է խոնարհության կարևորությունն ու հոգեվոր պարգևների կարևորությունը, օգտագործումը։ Поэтому в 3 стихе он говорит, ну, не думайте о себе более, нежели должно. Դրա համար երրորդ համարում նա ասում է, որ ձեր մասին ավելի բարձր համարում մի ունեցեք, քան պետք է։ Но думайте скромно по мере веры. Думайте скромно по мере веры, какую каждому Бог уделил. Այլ զգաստությամբ մտածեք այն հավատի չափով, որ Աստված յուրաքանչյուրիդ բաժանեց։ Ну, гордость – это главная опасность при использовании даров. Հպարտությունը ամենագլխավոր վտանգն է հոգևոր պարգևների օգտագործման հարցում։ И мы видим, что в Каринской церкви некоторые верующие перевернули использование даров вверх ногами. Եվ մենք Կորինթոս եկեղեցում տեսնում ենք, որ որոշ հավատացյալներ պարգևների օգտագործումը գլխի վայր շուռ են տվել։ Поэтому Павел дает совет, чтобы мы думали скромно, согласно меры веры. Դա համար Պողոսը ասում է, որ մենք պետք է լինենք խոնար, լինենք զգաստ հավատի չափով։ Ну, о чем идет речь? Ինչի մասն է խոսքը։ Ну, некоторые говорят о количестве или объеме спасающей веры. Որոշները ասում են, որ փրկարար հավատի չափի մասին է խոսքը։ Ну, я думаю, что в контексте здесь больше речь идет согласно духовной способности или дара, который тебе Господь дал. Բայց ես կարծում եմ համատեքստում սա վերաբերվում է հոգևոր ունակությանը կամ պարգևին եւ դրա չափին, որ Աստված քեզ տվել է։ Поэтому мне не нужно, скажем так, завидовать, может быть, какому-то большему успеху или видимому положению другого члена церкви. Դա համար ես չպետք է այսպես նախանձով վերաբերվեմ եկեղեցու այլ անդամի դիրքին։ И мы не должны завидовать чужой мере. Եվ մենք չպետք է ուրիշի չափին նախանձենք։ Почему вот это у него получается лучше, и он более популярный, или известный, или а меня никто не замечает. Օրինակ ինչի համար է նրա մոտ լավ ստացվում ավելի, ինչի համար է նա ավելի հանրահայտ, իսկ ինձ ոչ ոք չի նկատում։ Бог знает, что и сколько давать. Աստված գիտի ինչքան ինչ տալ ու ում տալ։ Поэтому мы имеем точно то, что Бог хотел, чтобы мы получили. Այսինքն մենք ունենք հենց այնքան կամ հենց այն, ինչ որ Աստված ուզել է, որ մենք ունենանք։ И духовные дары это не подарок. У вас в церквях есть эти Samaritan Purse? Для чего? Есть, ну, Ինչ? Конкретно в нашей церкви нету, но вообще знаю, в Армении есть много. Այդ ինչ է։ да. Այդ ինչ է։ Ծառայություն է, էլի, նվերներ են տալիս։ Ну, это коробки там в Америке и других странах собирают и раздают подарки детям на Рождество. Ну, мы то же самое делаем, но у нас другое название. Ну, да, неважно. Я просто хотел привести пример, что
Мы называем как, это Secret Santa. да, о, да, Санта. То часто бывает так, что дети открывают коробки и, о, мне этот подарок не нравится, давай будем меняться. Եվ շատ հաճախ այս նվերների արագությունը երբ որ լինում է, եկեղեցիներում բուսնց երեխաները երբ որ բացում են իրենց տուփը, ասում են որ դա Э, իրենց դուրս չի եկել։ Но мы не можем так вести себя по отношению к духовному удару. Բայց մենք չպետք է հոգևոր պարգևների հետ կապված այդպես նես պահենք։ И дальше апостол Павел в 4-5 стихе говорит относительно единства в различии. Եվ 4-5-րդ համարերում Պողոս Արաքյալը խոսում է այդ տարբերությունների միության մասին։ Он показывает, что как в человеке есть одно тело и много различных членов, но не у каждого члена одно и то же дело. Պողոս ասում է, որ ինչպես որ մարդու մարմնում շատ անդամներ կան, բայց բոլորը նույն գործը չեն անում։ Ну, Павел более расширенную аналогию с телом делает 1 Коринфянам 12 главе. Բայց առաջին Կորինթացիներին 12-ում ավելի լայն այսպես նմանություն է օգտագործում այս թեմայի հետ կապված մարմնի նմանության մասն է խոսքը։ Поэтому 4-5 стих это краткое содержание 12 главы 1 Коринфянам. Դրա համար 45-ը առաջին Կորինթացիս 12-րդ գլխի կարճ այսպես ամփոփումն է։ Это простая истина, но, к сожалению, ну, люди иногда забывают в контексте церковного служения. Դա շատ բարձր ճշմարտություն է, բայց ոմանք շատ հաճախ մոռանում են եկեղեցական ծառայության համատեքստում սրա մասին։ Потому руки, ноги, глаза выполняют разные функции, но представляют одно тело. Ձեռքերը, ոտքերը, աչքերը կատարում են տարբեր գործառույթներ, բայց մի մարմին են իրենք ներկայացնում։ Поэтому, ну, суть такая, что нет зависимых христиан. Այսինքն միտքը այն է, որ չկա անկախ քրիստոնյա։ Мы все нужны друг другу. Մենք բոլորս միմյանց կարիք ունենք։ И с 6 по 8 стихи мы видим, Павел перечисляет дары. 6-ից 8-րդ համարներում մենք տեսնում ենք Պողոսը թվարկում է պարգևները И непосредственно в данном случае 7 даров. եւ կոնկրետ այս դեպքի համար 7 պարգև։ И цель заключается в том, что дары следует использовать по назначению. Եվ պետք է այս շնորհները, պարգևները օգտագործել ըստ նշանակության։ Ну, согласно функции. Ըստ նշանակության։ Ну, иногда да, люди так, к сожалению, не поступают. Ցավոք սրտի մարդիկ երբեմն այդպես չեն վարվում։ Иногда шуруп не закручивают, а забивают гвоздем. Երբեմն Как гвоздь. պտուտակը հանով չեն փորձում ձգել, այլ ուղղակի մուրճով հարվածում են։ Итак, 7 даров. Первый из них пророчество. 7 պարգև, առաջինը մարգարեությունը։ Если ты имеешь дар пророчества, то пророчествуй по мере веры. Եթե ունես մարգարեություն, հավատի չափով մարգարեացիր։ Согласно Писанию. Համաձայն Սուրբ գրքի։ Ну, согласно той степени, которую тебе Бог дает. Համաձայն այն չափի, այն մակարդակի, որ Տերն է քեզ տալիս։ Ну, мы с вами говорили на 1 Коринфянам, что дар пророчества, он подразумевал способность предсказывать будущее. Մենք իրար հետ արդեն քննարկել ենք, որ մարգարեությունը ենթադրում է իրենից ապագայի կանխասում, հա, կանխատեսում։ И этот дар подразумевал получение откровения.
Եվ այդ շնորհքը, այդ պարգևը ենթադրում էր հայտնության բացում այդ մարդու մոտ ով ուներ այդ պարգևը։ И сегодня дар пророчеств, как и дар апостольства, в нем нет необходимости, потому что учение апостолов и пророков записано в Новом Завете. Եվ այսօր մարգարեի ու առաքյալի ելք չունենք, որովհետև մարգարեների ու առաքյալների վարդապետությունը գրված է Սուրբ գրքում։ И в Ефесянам да, 2:20 написано, что церковь, она основана на учении апостолов и пророков. Եփեսացիս 2:20-ում ասում է, որ եկեղեցին հիմնված է մարգարեների ու առաքյալների վարդապետության վրա։ Но даже в Новом Завете дар пророчества не означал, что пророк имел доступ, скажем так, ко всему знанию. Բայց նոր կտակարանի համատեքստում եթե նայենք, այստեղ էլ մարգարեները չէ նշանակում, որ նա ունի հասանելիություն ամեն գիտելիքի։ Этот вывод мы делаем из утверждения в 1 Коринфянам 13 главе. Այդ բնդումը մենք անում ենք առաջին Կորինթացիներին 13-րդ գլխի հիման вրա։ В первых 3 стихах апостол Павел говорит с преувеличением дара. Առաջին 3 համարներում Պողոս առաքյալը խոսում է չափազանցությունով։ И он его доводит, скажем так, до максимума, но это не то, что на самом деле Господь делает. Եվ այդ չափազանցությունը նա հասցնում է մաքսիմումին, բայց դա ինչ է, ինչ որ Աստված է անում։ И он просто аргументирует это тем, что даже бы если бы я даже имел дар во всей его полноте, но не имел любви, все равно это будет пустой звук. Նա ասում է, որ եթե ես անգամ այդ շնորհք ունենամ, այսինքն պարգևը իր ամբողջ լիությամբ, ես կլինեմ այդպես դատարկ ձայն հանող ծնծղան։ И поэтому во 2 стихе он говорит, если имею дар пророчества и знаю все тайны. Դրա համար մի վարքյան։ Երկրորդ համարում ասում է, եթե մարգարեության պարգև ունենամ եւ հասկանամ բոլոր խորհուրդները։ Имею всякое познание, всю веру. Եվ իմանամ ամբողջ գիտությունը։ Ну, кто из людей может сказать такое, что я это все знаю? Եվ ունենամ ամբողջ այդ հավատը եւ ով կարող է մարդկանցից այսպեսի պնդում անել, որը նա ամեն բան։ Поэтому единственный, кто все знает и знает все тайны, это Господь. Դրա համար բնական է, որ այն միակ արարած կամ էակը ներողությունով գիտի ամեն բան բացարձակ կերպով, դա Աստված է։ И, следовательно, какой бы ни был пророк, он не знает все. Бог дает ему определенную меру. Այսինքն ինչ կերպով էլ որ հանդիսանա այս մարգարեի գործունեությունը, նա ամեն բան չգիտի, Աստված չափ է տալիս իրեն։ И поэтому фактически Павел говорит, если ты пророк, ты должен говорить только то, что тебе Бог сказал. Եվ դրա համար Պողոս ասում է, եթե դու մարգարե ես, դու պետք է ասես միայն այն, ինչ Աստված է քեզ ասել։ Потому что искушение какое? Можно свои 5 копеек добавить. Եվ ինչու՞մն է փորձությունը կանում, որ քո 5 լումանել ներդնես դրա մեջ։ Այսինքն քեզանից հանկարծ բան չավելացնես։ И это то, что Петр предупреждает тех верующих, у которых дар связан с говорением. Петр. Да, 1 Петра, 4 глава, 7 по 11 стихи. 1 Петра, 4 глава. Скажу конкретно стих. Да, если можно. Так, где-то 1 Петра, 4, так, отрывок начинается с 7, так, 11 стих, первая часть.
Եթե մեկը խոսում է, թող խոսի ըստ Աստծո պատգամների։ Говорит ли кто, говори как слова Божьи. Э, э, Это означает, что, ну, я должен быть просто официантом, если мой дар связан с речью. Այսինքն սա նշանակում է, որ ես ուղղակի մատուցող եմ, եթե իմ պարգևը կապված է խոսքի հետ։ То, что мне сказал Господь, я так должен и передать, как слова Божьи. Ոնց որ Աստված է ինձ ասել, այդպես էլ ես պետք է փոխանցեմ, ոնց որ Աստծո խոսքերը։ Поэтому, скажем, это увещевание, возвращаясь к нашему тексту Павла, чтобы истинный дар пророчества на то время, которое существовал, использовался по назначению и в тех рамках того дарования, которое человек имел. Եվ դա պետք է տեղի ունենա այդ մարգարեությունը այն համատեքստում, որ Պողոսն է խոսում, պետք է տեղի ունենա այն չափի մեջ, որ Աստված է իրեն տվել։ Конечно, следует сказать, что Уэйн Грудом в своем богословии он дает два определения слова пророк. Պետք է նշել, որ Ուեյն Գրուդեմը իր աստվածաբանության մեջ երկու նշանակություն է տալիս մարգարե բառին։ И он, по сути, говорит о новозаветных пророках, которые говорили именем Господним, и в своих пророчествах они не ошибались. Եվ խոսում են նոր կտականան մարգարեների մասին, ովքեր Աստծո անունից խոսում էին եւ չէին սխալվում։ Но, как мы знаем, сегодня в харизматических церквях присутствуют так называемые пророки, и поэтому возникает вопрос, как на них смотреть. Եվ այսօր խարիզմատական շրջանակներում հատնվում են այսպես կոչված մարգարեներ, եւ հետաբար հարց առաջանում ինչպես նրանց նայենք, ինչպես դիտարկենք։ Я думаю, что Грудом, будучи богословом и понимая, что герменевтика должна быть последовательна, он дает два определения этому дару. Ես կարծում եմ, որ Գրուդեմը լինելով աստվածաբան եւ իմանալով, որ հերմենետիկան պետք է հետեւողական լինի, տալիս է երկու սահմանում այս բարգեւի։ Он не может сказать, что это точно такой же дар, как и в первом веке, потому что нужно тогда взять ручку и записывать откровения, и потом подклеивать книги откровения, а там есть предупреждение. Որովհետև եթե նա ասի, որ դա մի սահմանում եթե նա տա, կստացվի, որ հիմիկվա մարգարեները ու նոր կտականյան այն ժամանակվա մարգարեները նույնն են, այդ դեպքում պետք է ուղղակի վերցնենք գրիչը, իրենց ասածները գրի առնենք եւ սոսնձենք մեր հայտնության գրքի վերջում, որտեղ իհարկե կա զգուշացում։ И поэтому он говорит, что современный дар пророчества, по сути, не предоставляет нового откровения. Եվ դրա համար նա ասում է, որ ժամանակակից մարգարեական պարգևը չի տալիս նոր հայտնություն։ И все, что говорят современные пророки, следует проверять во свете Божьего Слова. Եվ հետաբար այն ինչ որ ասում են մարգարեները մեր օրյա պետք է Աստծո խոսքի լույսի ներքո ստուգվի։ И современные пророки могут ошибаться. Եվ ժամանակակից մարգարեները կարող են սխալվել։ На мой взгляд, это такие пророки, их лучше назвать просто учителями. Իմ կարծիքով այսպիսի մարգարեներին ուղղակի ավելի լավ է անվանենք ուսուցիչներ։ Поэтому, учитывая, что дара пророчества нет, мы не можем, скажем так, прямо применить это увещевание, но как принцип, конечно, мы можем его применить в контексте других даров, которые связаны с говорением. Քանի որ այսօր այդ պարգևը չկա, մենք այդպես ուղիղ չենք կարող դա կիրառել, բայց կարող ենք կիրառել մնացած սրա սկզբունքը կարող ենք կիրառել մնացած պարգևների
օգտագործման մեջ, որոնք Э, որ խոսելուն են վերաբերվում։ Другими словами, несмотря на то, что я не являюсь пророком, э, провозглашая истину, я должен убедиться, что я ничего своего не добавляю. Այսինքն չելնելով մարգարե, ես եթե ամեն դեպքում հայտարարում եմ ճշմարտությունը կամ քարոզում եմ ճշմարտությունը, պետք է ես համոզված լինեմ, որ ես իմը չեմ ավելացնում։ Я должен проповедовать в тех рамках, которые у меня есть. Հետևաբար Во պետք է свете того откровения, которое есть. հետևաբար պետք է քարոզեմ այն լույսի ներքո հայտնության, որը որ ինձ հասանելի է, որը որ կա։ Ну, я бы так, скажем, истолковал бы этот текст и эту тему, связанную с даром пророчества. Ես այդպես կմեկնեի այս հատվածը, որը կախված է մարգարեության պարգևի հետ։ Имеет Можно смысл вопрос? такой? Да. Մենք կարանք, չէ, ըստ առաջի Կորինթացիների 14-րդ գլխի, որտեղ բազմից անգամ է շեշտում, որ պետք է մարգարեանալ, դա եկեղեցուն շինություն է բերում։ Այսինքն մենք կարանք, չէ, հասկանանք, որ այդ մարգարեությունը նշանակում է այսօրվա մեր արդեն նոր ուխտի տերմիններով ուղղակի խոսքը բացատրել, հռչակել, քարոզել, այսինքն այս իմաստով։ Мы можем идти, слова в 1 Коринфянам 14 главе, касающиеся пророчества, понимать, как просто учить в церкви. То есть можем смотреть сегодняшнего проповедника как исполнением этого правила, которое Павел там говорит. Ну, определенно, что некоторые так делают. Որոշները այդպես անում են, Но если мы откроем 1 Коринфянам 14 главу, բայց եթե մենք բացենք առաջի Կորինթացիս 14-ը, часто люди используют, сейчас скажу какой стих, հաճախ մարդիկ օգտագործում են առաջի Կորինթացիներին 14-ից հիմա համարը կասի 3 стих. երրորդը Часто используют этот стих в качестве, скажем, такого утверждения. օգտագործում են այս երրորդ համարը այդպիսի պնդում անելու համար։ Кто пророчествует, тот говорит людям назидание, увещание и утешение. Իսկ նա ով մարգարեանում է, մարդկանց է խոսում շինության, մխիթարության եւ սփոփանքի համար։ Еще раз повторите вопрос. Я один момент, я думаю. Խոսքս հետևյալն է, այսինքն Можем рассмотреть сегодняшнего проповедника как пророка, если так кратко выразиться. Да, ну, на основании этого стиха некоторые говорят, вот, ты же проповедуешь, это назидает церковь, это увещевает, это утешает, вот ты, ну, как бы такой пророк, но без откровения. Եվ ոմանք հենց այս համարը վերցնելով այդպես ասում են, տեսեք, դուք քարոզելով շինում եք եկեղեցին, մխիթարում եք, սփոփում եք, ուրեմն ահա դուք մարգարե եք։ Но я думаю, если мы сравним дар пророчества и дар учительства, есть разница. Բայց ես կարծում եմ, եթե մենք մարգարեության ու ուսուցչի պարգևները համեմատենք, կա տարբերություն։ Но есть схожие, скажем так, функциональные особенности. Բայց կան նաև իրար նման դերակատարային այդպիսի ունակություններ։ И поэтому между этими дарами мы можем провести такую аналогию. Դրա համար մենք կարող ենք այս պարգևների մեջ զուգահեռականներ անցկացնել։ Человек, который бежит, он передвигает ногами? Մարդ ով վազում է, շարժում է ոտքերը։ Айо. Այո։ Но второй вопрос. Всякий, кто передвигает ногами, бежит.
Բայց երկրորդ հարցը ամեն մեկն է, որ շարժում է ոտքերը, կարելի է ասել, որ նա վազում է։ Не Нет. айо, да? Ոչ, Не այո։ А, Да, я забыл, как нет. ոչ, Չէ, Э, ոչ, Как? չէ։ Вотче? ոչ։ Вотче? Вотч, да. Мгм. Поэтому, да, проповедник, он в церкви сегодня подобную функцию выполняет. Այո, դրա համար քարոզիչը այսօր նմանատիպ դերակատարություն անում է եկեղեցում։ Он назидает, увещает и утешает из Писаний Ветхого и Нового Завета. И Писание Нового Завета – это учение апостолов и пророков. Նա շինում է, մխիթարում է, փոխում է մարդկանց հին ու նոր ուխտի խոսքերի հիման վրա, որը որը գրված է հենց առաքյալների ու մարգարեների կողմից։ Но он не получает никакого нового откровения прямо Բայց себе. բայց նա ուղիղ իմաստով Աստծուց ոչ մի նոր հայտնություն չի ստանում։ И поэтому то, что функционально не похожи, не делает их одинаковыми. Եվ այն, որ նրանք իրենց ֆունկցիոնալ առումով նման են իրար, չի դարձնում, չի նույնականացնում այդ երկու ծառայությունները։ Это ошибка эволюционизма. Դա էվոլյուցիոնիզմի սխալն է։ Вот посмотрите на обезьяну, посмотрите на человека, мы похожи. Ասում են նայեք կապիկին, նայեք մարդուն, մենք նման ենք իրար։ Но мы на самом деле разные. Բայց մենք իրականում տարբեր ենք։ Но это просто указывает, что мы произошли от одного дизайнера, но не друг от друга. Դա խոսում են բանի մասին, որ մենք մի դիզայներից ենք առաջ եկել, ոչ թե մեկս մյուսից։ Поэтому функции, да, похожи, но не совсем. Даже все функции похожи. Դրա համար որոշակի անգամ կարելի է ասել ֆունկցիաներ են իրար նման։ Следующий дар – служение. Հաջորդը դա ծառայությունն է։ Греческое слово, которое используется здесь, диакония, но речь не идет о диаконском служении. Այստեղ այս սպասավորություն բառը դիակոնիան է, բայց սարկավագի մասին չի խոսում։ Конечно, диаконское служение подпадает под эту категорию тоже. Իհարկե սարկավագի ծառայությունը այս կատեգորիայի մեջ է մտնում։ Но речь идет, само слово диаконос означает служитель, и речь идет о служении в различной его форме, практическая помощь. Բայց այդ սարկավագի գործառույթը մտնում է այս ծառայության մեջ։ И здесь нет конкретики, потому что, снова же, в разных контекстах разное служение требуется. Այստեղ չկա կոնկրետ հստակ բան, որովհետև տարբեր համատեքստերում տարբեր կերպ ունի ծառայությունը։ Но ободрение Павла, что если это твоя функция служения в церкви, пребывай в этом служении, продолжай. Բայց Պողոսի ասած այն է, որ եթե սպասավորությունն է քո գործառույթը եկեղեցում, դու շարունակի, դրա մեջ եղիր։ Если ты учитель, то пребывай в учении. Եթե դու սովորեցնող ես, սովորեցնելու մեջ եղիր։ Другими словами, постоянно выполняй свою функцию. Այսինքն շարունակ կատարիր քո գործառույթը։ Если ты увещеватель, то увещевай в простоте, да? Или как там написано? Եթե դու քաջալերող ես, քաջալերի։ Так. Нет, просто у нас говорится делай это. Да. Ну, так, любого деятеля. Так. Так. Простоте это тот, кто дает. Да. Я перепутал. Так, пророчество увещевателей, да, увещеватель.
Если ты, да, следующее, если ты раздаешь, то раздавай в простоте. Նա որ տալիս է, թող պարզությամբ անի դա։ Другими словами, щедро, без какой-то задней мысли. Այսինքն միտքը այն է, որ առատաձեռն լինես առանց հետին մտքի։ И помните, апостол Павел говорит относительно того, что я научился жить и в богатстве, и в бедности. Հիշում եք Պողոս առաքյալ ասում էր, ես սովորել եմ ապրել թե հարստության, թե աղքատության մեջ։ И я думаю, в нашей христианской жизни мы можем быть иногда в положении, когда мы нуждаемся в помощи, и кто-то нам помогает, служит. Ես կարծում եմ մեր քրիստոնեական կյանքում մենք հայտնվում ենք այն կարգավիճակում, որ կարիք ունենք, որ մեկը մեզ ծառայի։ И иногда, ну, скажем, люди думают, ну, это так неудобно принимать эту помощь, и есть свои трудности. Ես գիտեմ, որ մարդիկ բարբերաբար ասում են, որ իրենց անհարմար են զգում այդ օգնությունը ստանալուց, Но когда тебе Бог благословляет, и у тебя есть средства и возможности помочь, тоже есть свои вызовы. բայց երբ որ Աստված քեզ օրհնել է, դու ունես միջոցներ տալու, դա էլ իր հարցերը ունի։ И когда у тебя тем более есть этот дар, есть, скажем так, свои искушения. Եթե այսպես ասենք, որ դու էլ քո այդ պարգևը ունես, տալու, դու էլ քո փորձությունները ունես։ Ну, иногда кажется, что вот если бы мне Бог дал, я не знаю, там, несколько тысяч или там миллион чего-то там, то вот это было бы классно. Ես եւ ժամանակ առ ժամանակ մարդիկ ասում են, եթե միայն ինձ Աստված տար այսքան մեծ հնարավորություն, դա շատ լավ կլիներ։ Но, честно сказать, иногда я так, может, и думал, но когда тебе Бог посылает средства, и тебе их нужно разделить, это большая ответственность. Բայց երբ որ Աստված քեզի տալիս է հնարավորություն, շատ հաճախ ստացվում է բարդություն կիսելու հետ կապված, կիսվելու։ И поэтому Павел призывает, чтобы это делать в щедрости, в простоте. Դրա համար Պողոս առաքյալը ասում է, որ դա արվի առատաձեռնությամբ, պարզությամբ։ Поэтому в любом даре есть, скажем так, моменты, где мы можем применять его неправильно или эгоистично. Ամեն պարգևի մեջ էլ կա այնպիսի մի բախ, որ մենք կարող ենք այն իրարել ոչ ճիշտ կամ եսասիրաբար։ Если ты начальник, то совершай свое служение с усердием. Եվ հետո տեսնում ենք ասում է նա որ ղեկավարում է, թող ջանասիրաբար անի դա։ Поэтому не будь ленивым в своем положении. Այսինքն մի եղիր ծույլ քո դիրքում։ И если ты благотворитель, благотвори с радушием. Իսկ նա որ ողորմություն է ցույց տալիս, ուրախաբար թող անի դա։ Ուրախությամբ թող անի դա։ Но иногда, ну, опять искушение в чем? Можно это делать с ропотом. Բայց էլի կա շատ հաճախ քայթակղություն դա անել տրտնջալով։ Вот опять мне вот это надо раздавать, вот это этим людям нет конца, ну, можно. Միտքը որ ինչքան կարելի է տալ, ես մարդիկ վերջ չունեն։ Поэтому таким образом Павел увещевает относительно использования даров в назначении в теле Христовом. Պողոս առաքյալը այստեղ քաջալերում է այս պարգևների օգտագործման հետ կապված Քրիստոսի մարմնում։ Поэтому первое, что он сказал, это
мы должны дать трезво смотреть на себя, иметь правильную самооценку нашего собственного дара. Առաջի բանը որ նա ասաց, որ մենք պետք է ունենանք ստապ ինքնագնահատական մեր պարգևի առումով. Второе, он говорит о единстве и различии в теле Христовом в общем. Երկրորդը նա խոսեց Քրիստոսի մարմնի մեջ միության ու այդ տարբեր լինելու հետ կապված. И третье, о чем он говорит, о применении конкретных даров и нюансов с ними связанных. Եվ հետո խոսեց կոնկրետ պարգևների օգտագործումից ու իրենց հետ գալիք նրբություններից. Есть вопросы? Կան հարցեր։ У Давида там... У брата Хосона есть вопрос. Հարցը է սա, Եսայա ջան։ Հա, ասմացած դասից մնացել ուղղակի սարկավակի մասին որ խոսվեց, ուզում եմ այդ հարցը տա։ Հիշեց, էլի։ Հարցը հետևյալն է, ձեռնադրված կին սարկավակ լինում է ըստ Աստվածաշնչի թե ոչ։ У брата есть вопрос по поводу рукоположенного диакона женщины. Есть такое утверждение в Библии? Есть такой вопрос в Библии, да? Нет, утверждение, не вопрос. Вопрос, да, мы знаем, мы это уже видели в послании к Тимофею. Ну, тут нужно быть, скажем Ну, я так... как понимаю, брат однозначный ответ хочет. А вопрос мы обсудили уже. Да, но с оговорками. Այո, բայց պայմանով. Почему я так говорю? Потому что сегодняшнее понимание диакона отличается от понимания диакона в первом веке. Ինչի համար, որտեղ մեր հիմիկվա սարկավակի ընկալումը տարբերվում է առաջի դարի ընկալումից. Это у нас что это будет? Первое... Да, 1 Тимофея, 3 глава. Առաջի Տիմոթեոս 3-րդ գլուխը. Я думаю, это ответ на твой вопрос. Ես կարծում եմ դա քո հարցի պատասխանն է. Если быть внимательными, то Павел говорит о двух служениях. Дар епископства и дальше он говорит о диаконах. Ես կարծում եմ, եթե ուշադիր լինենք, կտեսնենք, որ Պողոս այստեղ երկու ծառայության մասն է խոսում, եպիսկոպոսի ու հետո սարկավագի մասին. Так, и поэтому, сравнивая выдвигаемые требования, мы можем сказать, что по сути требования к характеру одинаковые. Եվ եթե մենք տեսնենք, թե այս ծառայողների համար ինչպիսի նախապայմաններ են առաջադրվում, կարելի է ասել, որ նրանք միանման են. Но единственная разница в том, что от диакона нет требования, что он должен быть учительным и способным учить. Բայց ես կարծում եմ միակ տարբերությունը եպիսկոպոսի ու սարկավակի միջև այն է, որ սարկավակը պարտադիր չի, որ սովորեցնի. И поскольку епископ, пастор, он занимается учением, а диакон служит, а не учит. Եվ եթե հաշվի առնենք, որ հովիվը սովորեցնելով է զբաղված, իսկ սարկավակը ծառայում է, այլ ոչ թե սովորեցնում, то в таких рамках мы можем допустить служение женщин в качестве диаконов. Այս համատեքստում կարելի է թույլ տալ կնոջ ուրիշ բան եմ ասել, կնոջ սարկավակ լինելը. Более того, сам текст подразумевает эту идею. Ավելին տեքստը հենց ենթադրում է այդ գաղափարը. Если посмотреть стих 8, там написано: диаконы также должны быть.
Եթե նայենք 8-րդ համարը կտեսնենք, որ ասում է նմանատիպ նմանապես եւ սարկավագները պետք է։ Поэтому первое вот это также, это параллель с епископами. Այսինքն այս նմանապեսը դա եպիսկոպոսի հետ զուգահեռն է։ И также в значении характера, подобным образом. Այսինքն նմանապես այս բառը լրիվ տալիս է ամբողջ այդ միտքը հայրենով։ Но в 11 стихе есть утверждение также и жены или 11-րդ женщины. У вас жены или женщины? 11-րդ համարում կա այսպիսի արտահայտություն, նույնպես էլ կանայք В вашем переводе, хотел сказать арамейском, Жены. жены, не женщины. Да. Жены, но у меня с другим шрифтом написано их. Их. И так добавили тоже в синодальном тексте. Жены их должны быть. И если взять такой перевод, жены их, конечно, вывод напрашивается сам собой. Речь идет не о диаконисах, а речь идет о женах диаконов. Ну, логично, да? Да. Եթե այսպես հաշվի առնենք, որ գրված է նույնպես էլ նրանց կանայք, խոսքը բնականաբար չի գնա կանանց մասին, որպես սարկավակ, այլ կգնա տղամարդ սարկավակների մասին։ Չէ, սարկավակների կանանց մասին։ Հա, նկատի ունեմ սարկավակի նշանակությունը, տղամարդ կենթադրվի այդ պահով։ Ну, если бы так написал Павел. Եթե այդպես գրեր Պողոսը։ Но местоимение их отсутствует в греческом тексте. Բայց այս նրանց բառը հունարեն տեքստում բացակայում է։ И поэтому речь идет о женах, но в греческом языке слово жена и слово женщина это одно и то же слово. Եվ հունարենում ամուսնացած կին ու կին ընդհանրապես այդ բառը նույն բառն է։ И поэтому это вопрос толкования, о ком идет речь. Դրա համար սա մեկնության հարց է, թե ում մասին է խոսքը գնում։ Поэтому вполне вероятно, что речь идет, как одно из возможных значений, не о женах каких-то или диаконов, а просто о женщинах в церкви. Եվ այսինքն եթե հաշվի առնես սա, կարող ենք մտածել, որ ոչ թե սարկավագների կանանց մասին է խոսքը, այլ կանանց մասին է խոսքը առասարակ եկեղեցում եղող։ И, следовательно, если это просто женщины церкви, то Павел говорит о женщинах, выполняющих диаконское служение. Եվ եթե այդպես է, կստացվի, որ 11-րդ համարը խոսում է կանանց մասին, ովքեր որ կատարում են սարկավագի ծառայություն։ И аргументом еще в пользу того, что это вероятнее всего женщины, выполняющие диаконское служение, кто-то скажет, ну почему тогда Павел не написал диаконисы? Եվ այն մարդիկ, ովքեր որ չեն ընդունի այս տեսակետը, ասեն այդ դեպքում, եթե խոսքը գնում է կին սարկավագների մասին, ինչի համար Պողոս առաքյալը չի գրել սարկավագուհի, այլ գրել է նույնպես էլ կանայք։ Дело в том, что в греческом языке есть только слово мужского рода диакон, но диаконисы нет. Հարցը այն է, որ հունարենում այս սարկավակ բառը միայն արական սերով կա, այսինքն կանանց վերաբերյալ այդպիսի ուղղակի բառ չկա, սարկավագուհի բառ չկա։ У нас сейчас меняется грамматика украинского языка. Մեզ մոտ հիմա փոխվում է ուկրաիներեն լեզվի քերականությունը, потому что раньше, например, у нас было просто одно слово врач, лекарь.
Այն ժամանակ մեզ մոտ կար միայն մի բառ բժիշկի համար, լիկր, Но по своей словарной форме это врач мужского рода. եւ իր բառի ձևով, կազմությամբ դա ենթադրում է տղամարդ բժիշկ։ И поэтому даже когда речь шла о женщине-враче, все равно говорили врач или лекарь. Դրա համար երբ որ անգամ խոսքը գնում էր կին բժիշկի մասին, էլի ասում էին լիկր։ Но несколько лет назад изменили правила и внесли, и сказали, что теперь можно добавить к этому слову женское окончание, чтобы было понятно, что речь идет о женщине-враче, и поэтому сейчас у нас есть лекарь и лекарка. Եվ հետո մի քանի տարի առաջ առաջարկեցին, որպեսզի հասկանանք, որ կին բժիշկի մասն է խոսքը, կարելի է վերջավորություն ավելացնել այդ բառին ու արդեն երկու բառ կա, այսինքն տղամարդ բժիշկը ունի այդ բառը եւ կին բժիշկին ասում են բժշկուհի, այդ բժշկուհի բառը չի եղել, ոնց որ վերջավորությունով ավելացրել են։ Поэтому, когда поднимается этот вопрос, в русском языке, ну, есть диакон, можно добавить окончание диакониса, и как бы вот понятно, что это женщина-диакон. Օրինակ ռուսերենում էլ կա այդ վերջավորությունը, եթե խոսում ենք սարկավագի մասին, կարելի է ասել սարկավագ, կարելի է ասել սարկավագուհի, Но в греческом языке просто такого слова не было. բայց ունայնում ուղղակի այդպիսի բառ չի եղել։ Поэтому, возвращаясь к тексту 1 Тимофея 3:11, также и женщины, я думаю, это в рамках диаконов апостол Павел говорит. А если не так, то возникает вопрос, почему нет требования к женам пасторов? Եթե մենք հաշվի առնենք, որ այստեղ խոսքը գնում է մեր տեքստին վերադառնալով, եթե հաշվի առնենք, որ այստեղ 11-րդ համարում խոսքը գնում է կին սարկավագների մասին, այդտեղից էլ կարող է հարց առաջանալ այդ դեպքում ինչի համար խոսք չկա հովիվների կանանց մասին։ Поэтому я не вижу никакой проблемы, что в контексте Нового Завета можно прийти к выводу, что в церкви были, и Писание позволяет и допускает служение женщинам-диаконам. Ես կարծում եմ, որ Սուրբ գրքից կարելի է դա վերցնել ու ոչ մի առարկություն չկա Սուրբ գրքով, որ կինը լինի սարկավագ։ Но проблема в том, как сегодня церковь организована и какую функцию диакон выполняет. Иногда это просто второй пастор, и он и проповедник. И, конечно, учитывая другие повеления, которые ограничивают некоторые функции женщин церкви, женщина не может быть диаконом. Բայց այսօրվա էլի նշենք, որ այսօրվա մեր համատեքստում շատ անգամ եկեղեցիներում հանդիպում ենք, որ սարկավագը ուղղակի ծառայում է որպես երկրորդ հովիվ։ Ու քանի որ սովորեցնում է ու մենք Սուրբ գրքի այլ հատվածներից էլ ունենք, որ կնոջը սովորեցնելը թույլ չի տրվում, բնականաբար չի ենթադրվում նման տիպի ծառայություն։ У нас в Ржищеве есть церковь, и там женщина, которая очень много совершает труда в отношении церковного здания. Կամ եկեղեցի, որտեղ կին ծառայողին կատարում է շատ մեծ աշխատանք եկեղեցու շենքի սպասավորության հարցում։ Она многих братьев гораздо лучше разбирается с молотком и отверткой. Եվ շատ եղբայրներից ավելի լավ է մուրճի եւ նմանատիպ գործիքների հետ կարողանում աշխատել։ И, по сути, она, скажем так, выполняет диаконское служение. Ըստ էության նա սարկավագի պաշտոն է կատարում։ Но я не слышал, чтобы церковь как-то так ее называла.
Բայց ես չեմ լսել, որ եկեղեցին ինչ-որ կերպով նրան անվանի սարկավագուհի։ Ну, мне кажется, это ее дарование и служение. Բայց ոնց որ երևում է դա իր պարգևն է, իր ծառայությունն է։ Есть еще один вопрос или после перерыва? Хайк хочет, да, спросить что-то. Давай. Да, Слышно? Я тоже, кстати, брат Вячеслав, Да. когда в 11 стихе говорит Павел равно и жены, да? Так. Но здесь как мы узнаем, что это именно о диаконисах жен? Ну, например, может это имеется в виду вообще жены, которые служители в церкви? То есть, если здесь не использовано слово диакон или диакониса, да? То есть, почему мы думаем, что это именно о диаконисах имеется в виду? Эти жены. Потому что мы видим бутерброд. 8 стих диаконы, также женщины, и 12 стих диакон должен. ну, еще Я не вопрос думаю- можно? Да, я не думаю, что это жены диаконов. Да, я это понял, что это не жены. Да-да-да. Но вопрос в том, Բայց что равно и жены, но может он имеет в виду вообще о женщинах в церкви, которые служат, как Но женщины в церкви, которые служат, греческое слово служит, это диаконос. да, это диакон слово, но Да, это служит. Да. Поэтому, ну, диакон, по сути, унаследовала это как титул, потому что глагол служить, поэтому служитель. да, но здесь в один 11 համարը մենք հավայք կներես, այս կիտը բրծար։ Я сочусь, Левчон. Ասա, Ապե հասա, բայց չէ։ ասա, да, конечно. Ну, я просто не понимаю, а как иначе, ну, что можно в 11 стихе прочитать, что это какое-то другое служение, о каком служении говорит тогда Павел? ну, может, это служение женщин, но они не были, например, рукоположены как диаконы, или они не были, Но тут не говорится о рукоположении диаконов. или даже хамарвел, считались, или даже считались диаконами. То есть они могли быть служители, то есть помощники, но не обязательно как диаконы, то есть считались диаконами. Ну, снова, проблема в том, что в греческом языке нет слова диакон. И поэтому понятно, что Павел говорит о требованиях к женщинам в контексте, ну, диаконского служения. И как иначе, ну, другое, как иначе назвать это служение, я не знаю. Просто Ну, скажем, давай по-другому я тебя спрошу. А в чем проблема, если это создает какую-то проблему? если женщин считать диаконами, да, Мгм. ну, если считать диаконский роль как лидерский роль, да, один из лидерских ролей, то возникает вопрос, а женщины могут ли быть в лидерском положении в церкви? Ну, поэтому я и говорю, что наше понятие о диаконе, если ты его рассматриваешь как лидерскую роль, конечно, не может. Да, Но если рассматривать диакон просто как служитель и брат и сестра, которые не обязаны учить, ну, тогда я не вижу проблем. то есть тогда тоже вы думаете, что не рукоположили женщин как диаконов тогда, в первом веке? Ну, что такое рукоположение? Это не какое-то особое священнодействие. Да, Это просто признание того факта, что уже есть на самом деле. да. И поэтому тут вопрос даже не в рукоположении, просто
признании функции вот этого дара. Диакон не обязан, и брат диакон не обязан учить. И поэтому, если он находится в подчинении к лидерам, к епископам, ну, нет никакой проблемы. Конечно, если церковь большая, практически говоря, и в церкви есть много диаконов и диаконис, тогда возникает вопрос, ну, как пастор будет мудро мне назначить ответственного, кто бы, скажем так, отвечал за эту группу. Понятно, что я уже не могу, согласно Писанию, поставить сестру диакона в качестве лидера этой группы. Ага, да. Но может проблема возникает, когда мы это смотрим функция или должность, роль. Роль, Да? или лидерская роль, да? Да, может зависит от этого, брат Вячеслав, разные понимания. Ну, как мне кажется, в 1 Тимофея 3 главе понятие епископ и диакон уже в определенной мере сформировалось как должность, не просто как функция. Важно. Но просто снова, мы, вы и я тоже, скажем, в том понимании баптистском диакон, ну, понятно, не может быть сегодня сестра диакона, потому что диакон это иногда вторая ступенька перед тем, как стать пастором. Поэтому, ну как, оно так не получится. И так, конечно, назвать это будет, ну, может создать проблемы. Вот. Но если брать сам текст в его экзегетике, я думаю, есть обоснование сказать, что речь идет о женщинах-диаконах, а не о женах диаконов. А вот тут вопрос. Давайте Вот, сделаем да, перерыв. тогда с моего вопроса начнем. Хорошо, хорошо. Ага. Да.